Սիրելի 1,600,000 հայրենակիցներ, խնդրում ենք 2026 թվականի հունվարի 1-ից առողջապահական հիմնարկները չգրոհել։ Չէ, հիվանդանալը ուրիշ խնդիր է, բայց չգրոհել, ուղղակի որովհետև գրոհը հիվանդության մասին չի, չհիվանդանալու մասին չի, բայց մեր փորձը ինչ է ցույց տալիս։ Մեր փորձը ցույց է տալիս, որ սովորական պայմաններում, երբ որ մարդը, գիտեք ինչ, 21-րդ դա այսօր տեխնիկան այնքան է զարգացել, ասում եմ, ում ուզում եք բերեք։ Ես երաշխավորում եմ, որ հիմա MRT, KT, չգիտեմ ինչ եւ այլն, կգտնենք անպայման մի բան, որը պետքա բուժել։ Բացառված է, որ տենց դեպք ունենանք, որ չգտնենք որևէ բան, որը բուժելու անհրաժեշտություն չկա։ Հիմա եւ մեր առողջության ապահովագրության համակարգը դրա մասին է, որ պետքա ստուգումներ լինեն ամեն տարի եւ այլն, եւ դա ճիշտ ճանապարհ է, որ MRT-ով մենք միջև բջջային մակարդակ գնանք եւ կանխենք այնտեղ, որպեսզի այս փուլում կանխելու համար կարող է մեզ պետք լինի ծախսել 10,000 դրամ, իսկ ամեն հաջորդ փուլում այդ խնդրի հետ առնչվելիս պետական ծախսն է ավելանալու եւ մարդու առողջության վիճակն էլ վատանալու է, բայց ելի եմ ասում, պետք չի հունվարի 1-ից գրոհ ձեռնարկել առողջապահական համակարգի վրա, որովհետեւ ոչ բժշկական կենտրոններն են փախնելու, ոչ կառավարությունն է փախնելու, ոչ պոլիկլինիկաներն են փախնելու եւ պետքա կառավարել։ Սա ինչի համար եմ ասում։ Օրինակ, դա էլ պետք է հասկանալ, որ առողջության ապահովագրության համակարգը ինքը կառավարման անհրաժեշտություն ունի։ Եթե համակարգը գնահատելու է, եթե այս մարդու վիրահատությունը, եթե մենք անենք 3 ամիս հետո իր առողջությանը անվերականգնելի վնաս չի պատճառվի, այդ վիրահատությունը լինելու է ոչ թե այսօր, այլ 3 ամիս հետո, ոչ թե այն պատճառով, որ մենք չենք ուզում տվյալ բուժառուին այսօր օգնենք, այլ այսօր կան ուրիշ մարդիկ, որոնց վիրահատությունը այսօր չանելը իրանց առողջության համար կառաջացնի անվերականգնելի հետևանքներ։ Եվ հետևաբար ես ուզում եմ ասել, որ շատ կարևոր է, որ հանրությունը նույնպես, ոչ միայն կառավարությունը, հանրությունը նույնպես նոր ձևավորվող համակարգի նկատմամբ ունենա նույն վերաբերմունքը, դա իրանն է, դա կառավարությանը չի։ Այս համակարգը, որ մենք ներդնում ենք, դա կառավարությանը չի, դա քաղաքացիներինն է։ Եվ հետևաբար պետք է նաև որոշակի ըմբռնում ձևավորվի։ Հաջորդը, հիմա ես համոզված եմ, ինչի եմ ասում, ցանկացած էլի իմ համոզմունքը, բարեփոխումը միջև չհանդիպի իր պրոբլեմին, ինքը կենթանություն չի ստանալու։ Ելնելու են խնդիրներ, աշխատանքային, կազմակերպչական, տեխնիկական եւ այլն։ Հիմա սոցիալական ցանցերում փոթորիկներ մեծ հավանականությամբ չեն լինի ավելի լավ, բայց համոզված եմ, որ առիթ կօգտագործեն նաև, որ դա ապոկալիպսիս չի։ Ես հավաստիացնում եմ։ Այն բանը, որ այսինչ կայքը 10 վայրկյան ուշ բացեց, դա չի նշանակում, որ երկիրը կործանվում է, դա չի նշանակում, որ աշխարհը քանդվում է, դա չի նշանակում, որ կյանքը ավարտվում է։ Այսինքն համակարգ ենք մեր ներդնում, որ պետքա համակարգը ինքն էլ պետքա ադապտացվի եւ ադապտացվելու է որոշակի սխալների եւ բացթողումների արդյունքում, բայց մենք համոզված ենք, որ այսինքն սովորական ռեժիմով պետք է աշխատենք, չնայած կառավարությունը, առողջապահության նախարարությունը ամեն դեպքում կաշխատի արտակարգ ռեժիմով, այսինքն եւ կառավարության մակարդակով եւ նախարարության մակարդակով օպերատիվ խմբեր են ձևավորվել եւ ավելին մենք հունվարի 5-ին արդեն առողջապահության նախարարությունում կհավաքվենք ամփոփելու 2025 թվականի առաջնահերթությունների կատարման արդյունքները, առաջնահերթություններից մեկը առողջության ապահովագրության համակարգն է եւ տեսնել առաջին աշխատանքային օրով ոնց է աշխատում համակարգը, ինչ է անում եւ այլն եւ այդպես շարունակ։ Բայց ընդհանուր առմամբ ես կարծում եմ, որ
ինչ է իմ հիմնական ուղերձը, որ մենք սովորական վերաբերվենք, սա սև ուրբաթ չի, առողջապահության համակարգի սև ուրբաթ չի, որ հիմա հունվարի 5-ին ինչ հասցրինք առնենք, էլ հետո չի լինելու, ոչ, սա ելնելու է այլևս միշտ, հետևաբար մենք մի հատ այդ կովիդի ժամանակներից այդ բառը սովորել եմ, մենք մի հատ ինքներս մեզ տրիաժ պետք է անենք, հետո առողջապահության առաջնային համակարգը պետք է տրիաժ անի, այսինքն բան անի, հայերենով տեսակավորել ենք, լավ չի հնչում, դրա համար մյուս բառն եմ օգտագործում, այսինքն այն հին ժամանակներում առողջության ապահով այս համակարգիները մենք ոնց ենք վերաբերվել, ասել ենք դե լավ, այսինքն միջև դանակը ոսկորին չի հասել, մենք բժշկի չենք դիմել, դա վատ է, բայց հիմա դանակը մի կիլոմետր հեռավորության վրա պետք չի բժշկի դիմել, պետք է հանդարտ պայմաններում թողել, որ համակարգը ծնվի, սկսի փխրուն քայլերով գնալ առաջ, պնդի, կայանա եւ այլն։ Իհարկե, նաեւ ես խնդիր եմ դրել, որ մենք շատ ուշադիր լինենք եւ քաղաքացիների հարցերին, արձանագրումներին, արձագանքներին եւ այդպես շատ արագ եւ օպերատիվ աշխատենք։ Ֆինանսների նախարարն է տենց խորամանկ ժպտում է, իզուր է ժպտում ֆինանսների նախարարը խորամանկ, որովհետեւ նաեւ մյուս կողմից էլ մենք պետական բյուջեի հարկային եկամուտների մասով նաեւ բավականին լավ արդյունքներ ունենք եւ համոզված ենք, որ լավ արդյունքներ կունենանք, եւ համոզված եմ, ելի եւս մեկ անգամ ուզում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանում աշխատող արդյունք ստեղծող եւ հարկերը վճարող քաղաքացիներին, որովհետեւ մեր պետական բյուջեի հարկային եկամուտների շարունակական աճն է այն գործոններից մեկը, որը պետք է ապահովի նաև այս համակարգի բնականոն զարգացումը, բայց մեր երկրում առողջության մակարդակը եւ առողջապահության համակարգի որակը եւ արդյունավետությունը ինքը իր հերթին տնտեսական աճը, նրա ծավալները եւ որակը էականորեն պայմանավորող գործոն է։ Կրթությունը այո, բայց նաև մարդը պետք է առողջ լինի իր նախ կրթվելու եւ իր ստացած կրթությունը իրացնելու համար։ Սա ընդհանուր առմամբ ես ուզում եմ, որ աժոտաժի մթնոլորտ չստեղծվի ապահովագրության համակարգի շուրջ, որովհետեւ մենք շատ ակտիվ կոմունիկացնում ենք, ինչ որ առումով մենք էլ ենք դառնում աժոտաժի հեղինակ, բայց մյուս կողմից մենք պետք է դա անենք, որ մարդիկ իրազեկվեն, բայց իրազեկվածությունը չի նշանակում, որ անմիջապես պետքա գործողություն անել այն դեպքերում, երբ որ այդ գործողության կարիք չկա, էլի քավլիցի խոսք եմ մասին, չի որ մարդը անհետաձգելի, այսինքն այդ դեպքերում ոչ մի բան չի փոխվելու, որովհետև խնդիր ունի մարդը, ինչպես նախկինում էր շտապ օգնություն զանգում, այնպես էլ հիմա կամ դիմում էր հիվանդանոց, այնպես էլ խոսքը պլանային իրավիճակների մասին է, պլանային իրավիճակները թողենք համակարգը ինքը պլանավորի եւ համակարգին մեծ ճնշումների տակ չդնենք, որ պլանավորումը կարճ ասած շատ կարեւոր է այս տրամաբանության մեջ։